Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, արտահերթ եթերի կարիք եղավ, չնայած ընդամենը 3 օր առաջ եմ եղել YouTube-յան ալիքի եթերում, բայց արդեն սրընթաց զարգացումներ են տեղի ունենում, ամեն ինչ կտրուկ արագանում է եւ այն իրադարձությունները, որոնք հիմա տեղի են ունենում Իրանում, Ռուսաստանում, ռուս-ուկրաինական ճակատում եւ Ռուսաստան-Չինաստան, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մեջ բառացիորեն առանց որևէ չափազանցության կպայմանավորեն նոր ստեղծվելիք աշխարհակարգի ձևը, տեսքը մոտակա տասնամյակներին։ Հետևաբար ապրիլի այս երկու շաբաթը եւ մայիսի առաջիկա 2-3 շաբաթները այդ առումով կլինեն բեկումնային։ Ես նոր լսեցի ուկրաինացի մի քանի բլոգերների եւ իմ ընկերոջը, ինքը իմ ընկերն է արդեն դարձել Վячеслав Շիրայևի վերջին հարցազրույցը, ինչպես նաեւ մի քանի կարևոր լուրեր առանձնացրեցի ձեզ համար, որոնք հիմա կներկայացնեմ եւ որոնց հիման վրա կանեմ հետեւյալ եզրակացությունը։ Ռուսաստանի պուտինյան ռեժիմի, Իրանի բռնապետական ռեժիմի ապագան, Մերձավոր Արևելքի եւ Հարավային Կովկասի ապագան որոշվելու է մոտակա շաբաթներին։ Ինչու եմ ես այդպես կարծում։ Ուրեմն ընդամենը 3 Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի տնտեսության խնդիրներին նվիրված շտաբ արտահերթ եւ փակ խորհրդակցություն անցկացրեց կառավարության տնտեսական բլոկի հետ, որի միայն իր բացման խոսքը հեռարձակվեց, իսկ բուն քննարկումները անցան փակ ռեժիմով առանց տեսախցիկների։ Պուտինը առաջին անգամ այս պատերազմի 4 տարիների ընթացքում խոստովանեց տնտեսության մեղմ ասած խորը ճգնաժամը եւ խոստովանեց այն փաստը, որ Ռուսաստանի տնտեսությունը անկում է ապրում, այսինքն ստագֆլյացիայի վիճակում է գտնվում, նշելով 1.8% տնտեսական անկումը։ Վячеслав Շիրայևի կարծիքով այդ անկումը շատ ավելի շատ է եւ կազմում է 5-8%, 5-8% տնտեսական անկում։ Ակադեմիկոս Ռոբերտ Նիգմատուլինը Մոսկվայի տնտեսական ֆորումի ժամանակ այս օրերին Մոսկվայում ընթանում է Մոսկովսկի էկոնոմիկի ֆորում, Մոսկվայի տնտեսական ֆորումը, որի ժամանակ ակադեմիկոս Նիգմատուլինը բաց տեքստով խոսեց Պուտինի վարած քաղաքականության պատճառով Ռուսաստանի մահացող տնտեսության մասին։ Բաց տեքստով ասելով, որ մենք աղետի մեջ ենք գտնվում արդեն, եւ նշեց 6 ամիս ժամկետ, որից հետո փլուզումային բաներ են սկսվելու եւ նույնիսկ ասեց հետեւյալը, ես վստահ չեմ, որ հաջորդ տարի մենք կհավաքվենք այստեղ մեր հերթական ֆորումի ժամանակ։ Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Եվրոպայի որոշ քաղաքներում Ռիգա, Վիլնյուս, Մադրիդ, Մյունխեն, Լոնդոն, Պրահա եւ այլն գտնվող գործարանները Ուկրաինայի համար ԱԹՍ-ներ են արտադրում, փաստորեն վերածվելով ռազմավարական թիկունքային թիրախների Ռուսաստանի զինված ուժերի համար։ Ինչպես տեսնում ենք, անկյուն քշված առնետը Վլադիմիր Պուտինը պատրաստ է դիմել հաջորդ ել ավելի խելագար քայլի։ Իր հերթին այս բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել 3 շաբթի օրվանից մինչև այսօր, այսինքն վերջին 3 օրվա ընթացքում։ Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն 60 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային արդեն այս տարի ի հավելումն Եվրամիության 90 միլիարդ եվրոյի վարկի, որը արգելափակվել էր Վիկտոր Օրբանի շնորհիվ, սակայն հիմա նորընտիր Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մագյարը ասաց, որ այլևս Հունգարիան չի խոչընդոտելու այդ վարկին։ Հետևաբար Ուկրաինան կստանա 90 միլիարդ եվրոյի վարկ Եվրամիությունից պլյուս 60 միլիարդ ռազմական օգնություն արդեն ՆԱՏՕ-ից այս տարի։
Վերջին Ռամշտայնին, որը տեղի ունեցավ 3, Մեծ Բրիտանիան 120,000 ԱԹՍ, Գերմանիան հակաօդային պաշտպանության համակարգերի հարյուրավոր հրթիռներ, իսկ Նորվեգիան 2 միլիարդ եվրո եւ նոր F-16 կործանիչներ կփոխանցեն Ուկրաինային։ Ահա ինչ օգնություն է ստանալու Ուկրաինան արդեն այս եկող ամիսների ընթացքում։ Շատ հայտնի Ռուս տնտեսագետ Իգոր Լիպսիցը կանխատեսում է Ռուսաստանի փլուզում ԽՍՀՄ սցենարով, GKČP2 սցենարով, այսինքն պալատական հեղաշրջման սցենարով, որի մասին ես մի քիչ հետո կխոսեմ, երբ որ ավարտեմ լուրերը։ 3 հայտնի դարձավ, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Ֆինլանդիան ու Բալթյան երկրները իրենց օդային տարածքն են տրամադրում Ուկրաինայի ԱԹՍ-ներին, Ռուսաստանին հարվածելու համար եւ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն դիմել ինքնապաշտպանության եւ կատարել պատասխան քայլեր, այսինքն ներխուժել կամ հարվածել այդ երկրներին։ Նույն օրը Ռուսաստանի պետական դուման առաջին ընթերցման ընդունվեց օրենք, որը թույլ է տալիս Վլադիմիր Պուտինին զորք մտցնել այն երկրներ, որտեղ ոտնահարվում են ռուսների իրավունքները, այսինքն հետապնդում են ռուսալեզու բնակչությանը, ձերբակալում են եւ այլ եւ այլ։ Նույն օրը Շվեդիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իրենց տեղեկություններով ՆԱՏՕ-ին փորձարկելու համար Պուտինը կարող է փորձել գրավել Բալթիկ ծովի Շվեդիային, Դանիային կամ Էստոնիային պատկանող կղզիներից մեկը։ Եվ 3 աշխատանքային այցով Չինաստանում էր գտնվում արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Պուտինի հանձնարարությամբ, որը Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ ուղիղ տեքստով ասեց, որ Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները, այսինքն Ուկրաինա-Ռուսաստան ԱՄՆ բանակցությունները տապալվել են, Լավրովը ուղիղ տեքստով մեղադրեց Դոնալդ Թրամփին եւ ԱՄՆ-ի ադմինիստրացիային, ասելով, որ Ռուսաստանը այլևս կարիք չունի ԱՄՆ ադմինիստրացիայի օգնությանը, որովհետեւ ԱՄՆ ադմինիստրացիան է մեղավոր բանակցությունների տապալման մեջ, եւ որ անցած տարի օգոստոսին Պուտին-Թրամփ հանդիպման, Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները տապալվեցին եւ չեղարկվեցին փաստորեն ԱՄՆ մեղքով։ Եվ 3 Վալերի Գերասիմովը, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Գերասիմովը, շտաբ զանգեց Մոնղոլիայի իր գոլեգային օգնության խնդրանքով։ Ինչ է այս ամենը նշանակում։ Մի բան էլ ասեմ, 3 Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական նավերը կանգնեցրեցին Չինաստանի համար իրանական նավթ տեղափոխող տանկերը, Մալազիայի դրոշի տակ, բայց Չինաստանի համար իրանական նավթ տեղափոխող տանկերը եւ ստիպեցին, որ այն վերադառնա նավահանգիստ, այսինքն թույլ չտվեցին անցնել Հորմուզի նեղուցով եւ նավթը տեղափոխել տանել դեպի Չինաստան։ Ցանկացած դեպքում, այլ դեպքում դա կարող էր համարվել պատերազմական թշնամական գործողություն եւ կազուսբելի հանդիսանալ պատերազմ հայտարարելու համար։ Այսինքն Չինաստանը միայն այս միջադեպը կարող էր օգտագործել ԱՄՆ-ին թշնամական գործողությունների մեջ մեղադրելու եւ պատերազմ հայտարարելու համար։ Չինաստանը դա չարեց։ Չինաստանը կուլ տվեց այդ փաստը եւ 3 Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մայիսի կեսերին սպասվող իր եւ Սի Ցզինպինի հանդիպմանը անհամբեր սպասում է եւ նույնիսկ այսպես կիսահեգնանքով ասեց, ես սպասում եմ ջերմ գրկախառնություն Սի Ցզինպինի հետ։ Իր հերթին Ռուսաստանը շտապեց հայտարարել, որ սպասվում է նաև Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան եւ Պուտինը ամեն ինչ կանի, որ Սի Ցզինպինի հետ հանդիպի ավելի շուտ, քան Դոնալդ Թրամփը։ Ինչ է այս ամենը նշանակում։
Այս ամենը նշանակում է մեկ բան, որ այն ինչ հիմա կատարվում է Պարսից ծոցում եւ Իրանի շուրջ, խառնում է Ռուսաստանի եւ Չինաստանի քարտերը։ Այս ամենը նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոնկրետ գործուն քայլերով ցույց է տալիս, թե ով է իրականում համար 1 գերտերությունը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ նրանք հիմա չարիքի այդ առանցքը կոտրում են ոչ միայն Ուկրաինայի ճակատներում, այլև Պարսից ծոցում եւ վերացնելով Իրանի բռնապետական ռեժիմը, նրանք կտրուկ կթուլացնեն թե Պուտինյան ռեժիմը, թե Սի Ցզինպինի իշխանությունը եւ հզորությունը։ Ես ավելի քան վստահ եմ, եթե հիշում եք, ես Վեչեսլավ Շիրայևի հետ մարտի 25-ին իմ ալիքում հարցազրույցը երբ որ եղավ, ես այն վերնագրեցի ինչ տեղի կունենա եւ ինչու հենց ապրիլին։ Վեչեսլավ Շիրայևը փետրվար-մարտ ամիսներին կանխատեսում էր, որ ապրիլ ամիսը լինելու է վճռորոշ ամիս, երբ որ միանգամից մի քանի գործոններ կհամընկնեն իրար հետ, այսինքն անմխիթար մեղմ ասած իրավիճակ ռուսական զորքերի համար ռազմաճակատում, կատաստրոֆիկ իրավիճակ ռուսական տնտեսությունում, Օրբանի պարտությունը եւ Ռուսաստանի ամենակարևոր ընկերը, գործընկերը, սատելիտը Եվրոպայում կվերանա, իդեմս Հունգարիայի եւ Վիկտոր Օրբանի եւ իհարկե Իրանի բռնապետական ռեժիմի տապալումը, որը կարծում եմ սարերի ետևում չէ։ Եվ այդ ամենը իրար հետ երբ որ համընկնի, Պուտինյան ռեժիմը կփլուզվի։ Որովհետեւ այլևս ի վիճակի չի լինի շարունակել պատերազմը, պահպանել սեփական երկիրը, տնտեսությունը եւ համակարգն ու ռեժիմը։ Ռազմաճակատում օր-օրի վիճակը վատանում է ռուսական զորքերի համար, տնտեսությունը փլուզման շեմին է եւ եթե դուք տեսնեիք այդ Պուտինի անցկացրած տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցության կադրերը եւ դուք եթե նայեիք այդ տնտեսական բլոկի պաշտոնյաների դեմքերին, Էլվիրա Նաբիուլինը, Սիլուանով, Անտոն Սիլուանով, Արեշնիկով, մյուսները, Միշուստին, սքո դեմքեր, դատապարտվածության հայացք, տխուր եւ մեկ կետին ֆիքսված, այսպես մռայլ հայացքներ։ Նրանք լավ են հասկանում, որ խաղն ավարտված է, որ Ռուսաստանի տնտեսությունը մահանում է եւ այն փրկել այլևս հնարավոր չի։ Նրանք առավելագույնը ինչ կարող են անել, մի քիչ էլ ձգձգել, մի քիչ էլ ժամանակ շահել։ Դատապարտված է նաեւ Իրանի բռնապետական ռեժիմը, որովհետեւ տոտալ նավթային էմբարգոյի, տոտալ շրջափակման պայմաններում մոլլաների բռնապետական ռեժիմը կարող է դիմանալ առավելագույնը 2-3 շաբաթ։ Հետևաբար մինչև ապրիլի վերջ, ամենաուշը մայիսի առաջին կեսերը, ես կարծում եմ, որ Իրանում մենք կտեսնենք շատ անսպասելի զարգացումներ եւ իրանական ռեժիմը հիմա ունի երկու տարբերակ։ Կամ նրանք խելոք, հլուհնազանդ ստորագրում են գործարք ԱՄՆ-ի հետ, deal, ինչպես Դոնալդ Թրամփը ասում, հրաժարվում են իրենց բոլոր ծրագրերից, գլխավորապես միջուկային եւ բալիստիկ, եւ փոխարենը ստանում են ԱՄՆ-ի կողմից սանկցիաների չեղարկում եւ այդ դեպքում իրանական նավթը կողողի միջազգային շուկան եւ նավթի գները կտրուկ կընկնեն, ինչը մահացու կլինի Վլադիմիր Պուտինի համար, կամ եթե նրանք դա չեն անում, ապա հարվածները կշարունակվեն շատ ավելի դաժան ձևով, տնտեսությունը վերջնականապես կփլուզվի եւ Իրանի ժողովուրդը կողողի Թեհրանի եւ մնացած քաղաքների փողոցները, կսրբի կտանի այդ բռնապետական ռեժիմը, որը սեփական ժողովրդի տասնյակ հազարավոր անմեղ ցուցարարների մահվան մեջ է մեղավոր։ Այսինքն երկու դեպքում էլ
ոչ մի լավ բան չի լինի Պուտինի չեկիստական ռեժիմի համար։ Եվ հետևաբար մեծ է հավանականությունը, սիրելի ժողովուրդ, որ մինչև հունիսի 7-ը տեղի կունենան այն բեկումնային շրջադարձային զարգացումները, որոնք մեզ այստեղ Հայաստանում թույլ կտան հասնել Հայաստանի ազատագրմանը, որովհետև բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանի չեկիստական ռեժիմի տապալումից հետո կտրուկ կփոխվի Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կրեմլահպատակ բոլոր քաղաքական ուժերը քաղաքականապես կորփանան եւ նրանց այսպես կոչված ռեսուրսները ֆինանսական, ադմինիստրատիվ, մարդկային այլևս ոչինչ չեն նշանակի, որտեղ նրանց հիմնական ռեսուրսը Վլադիմիր Պուտինի հովանավորությունն ու քավորությունն է, որից նրանք կզրկվեն։ Եվ այդ ժամանակ Հայաստանի ազգային ուժերը հնարավորություն կստանան հայ ժողովրդի օգնությամբ օգտագործելով հունիսի 7-ի ընտրությունները, ինչու՞ չէ, երկիրը տանել դեպի ազատագրում։ Եվ ուրեմն ամփոփելով իմ այսօրվա արտահերթ կարճ եթերը, նախ խնդրում եմ, բոլորիդ խնդրում, հորդորում եմ այս եթերը տարածել, կիսվեք ձեր սոցիալական ցանցերում, մեկնաբանություններ, լայքեր դրեք, տարածեք այս եթերը, ես հիմա այս եթերը download կանեմ եւ կտեղադրեմ YouTube-յան իմ ալիքի վրա եւ YouTube-յան իմ այդ ձայնագրությունը եւս կտեղադրեմ իմ էջի վրա, որովհետեւ այս իմ այսօրվա ասելիքը շատ կարեւոր եմ համարում եւ մենք առանց որևէ չափազանցության կանգնած ենք բեկումնային զարգացումների, բեկումնային շաբաթների առաջ եւ ես ուրախությամբ ուզում եմ ասել, որ արդեն ասել էի իմ նախորդ եթերում, որ Վիաչեսլավ Շիրայևի հետ արդեն պայմանավորվել եմ մեր հաջորդ հարցազրույցի շուրջ, որը տեղի կունենա ապրիլի վերջին եւ մենք կամփոփենք ապրիլի ընթացքում պարոն Շիրայևի կողմից կանխատեսած բոլոր այդ կարևոր իրադարձությունները, ռուսական տնտեսություն, Օրբանի պարտություն եւ հույսով եմ մինչև մեր հարցազրույց նաեւ Իրանում հանգուցալուծում կլինի եւ մենք այդ ամենը կամփոփենք եւ արդեն կկանխատեսենք Պուտինի եւ Պուտինի ռեժիմի ապագան մայիս-հունիս ամիսներին։ Շոյգուի հայտարարությունը, Լավրովի ափալ-թափալ այցը Չինաստան նշանակում է մեկ բան։ Կրեմլում այդ աշտարակների պայքարը շարունակվում է եւ Դոնալդ Թրամփը վերջին շանսներ, վերջին հույսներ, վերջին հնարավորություններ Կրեմլի վերնախավի համար փրկելու սեփական իշխանությունը, համակարգը, ռեժիմը, կյանքերը, ունեցվածքը եւ նրանք ունեին փայլուն հնարավորություն դա անելու անցած տարի գարնան ամռան ամիսներին, եթե հիշում եք մարտին Դոնալդ Թրամփը, երբ որ արդեն հունվարին ստանձնեց նախագահի իր պաշտոնը եւ հենց մարտին ինքը անցած տարի մարտին 25 թվականի մարտին առաջարկեց զինադադար, ռազմական գործողությունների սառեցում ճակատի ամբողջ երկայնքով եւ նույնիսկ պատրաստ էր ճանաչել Դոնբասը եւ Ղրիմը Ռուսաստանի կազմում եւ այդ պայմանով նա առաջարկեց զինադադար եւ Ռուսաստանին եւ Ուկրաինային եւ նույնիսկ պատրաստ էր ստիպել Ուկրաինային ընդունել այդ պայմանները։ Մենք հիշում ենք, ինչ ճնշում էր նա բանեցնում ուրեմն Զելենսկու վրա, հիշում ենք լեզվակռիվը փետրվարի 28-ի օվալ սենյակում եւ այլն, բայց Վլադիմիր Պուտինի ագահությունը, կայսերապաշտական, ծավալապաշտական այդ նկրտումները նրան թույլ տվեցին դա անել եւ նա հրաժարվեց զինադադարից, պահանջելով իրեն հանձնել Դոնբասի մնացած տարածքը, որը ռուսները չեն կարողացել այդպես էլ գրավել 3 տարիների, 4 տարիների ընթացքում, բանակցությունները տապալվեցին, ձգձգվեցին, հետո եղավ Ալյասկայի հանդիպումը, որի ժամանակ ռուսները Տրամփին խնդրեցին, որ նա Ուկրաինային ստիպի զիջել Դոնբասի տարածքը, ինչի բնականաբար Ուկրաինան
հրաժարվեց եւ հիմա ռուսները արդեն հրաժարվեցին ընդհանրապես բանակցություններից եւ Թրամփի օգնությունից։ Ես կարծում եմ, որ սա նշանակում է, որ առայժմ Կրեմլում հաղթում են բազեների թևը, հաշտարակը, Պատրուշև, Սեչին, Լավրով, Չեմեզով եւ այլոք, եւ դա նշանակում է երկու բան. կամ նրանք վերջնականապես հաղթում են Կրեմլի այն աշտարակին, որ հանդես էր գալիս Արևմուտքի հետ պայմանավորվելու, պատերազմը դադարեցնելու, սանկցիաները հանելու, ռեժիմը փրկելու օգտին, եւ այդ թևը ես իմ 39 համար 39 40-41 եթերներում YouTube-յան իմ եթերներում պատմել եմ դրա մասին, որ այդ թևը նույնիսկ արդեն սկսել է կարծես նախաձեռնել է Պուտինի հեռացման այդ օպերացիան, կամ հաղթում է ուժայինների թևը գնալով հետագա էսկալացիայի բալթյան երկրների հանդեպ եւ այլն, եւ լինում է ահավոր մի վերջաբան, որի ընթացքում ռազմական ջախջախիչ պարտություն կկրեն ռուսական զորքերը արդեն ՆԱՏՕ-ի զորքերի օգնությամբ եւ Ուկրաինայի ճակատում եւ մեծ Բալթյան երկրի, եթե նրանք հանդգնեն գնալ հետագա էսկալացիայի, կամ Ուկրաինան ՆԱՏՕ-ի օգնությամբ անում է կանխարգելիչ հարված, ուպրիժդայուշի ուդար Մոսկվայի վրա, ինչի մասին Firepoint-ի տնօրենը արդեն հայտարարել է, որ Ուկրաինան ունի բալիստիկ հրթիռներ, որոնք պատրաստ են հարվածել Մոսկվային մինչև այս տարվա կես, կամ այնուամենայնիվ հաջորդ թևը, մյուս թևը, որը հանդես է գալիս Պուտինին հանելու եւ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու եւ Արևմուտքի հետ պայմանավորվելու, կարողանում է այնուամենայնիվ կատարել պալատական հեղաշրջում։ Այսինքն տեսնում ենք, որ մոտակա իրոք շաբաթները, ամիսները վճռորոշ են լինելու եւ մենք պիտի պատրաստ լինենք այդ բոլոր սցենարներին, լինենք ակտիվ, լինենք պայքարի մեջ եւ պատրաստ լինենք հայտնվել ճիշտ պահին, ճիշտ վայրում, ինչպես ասում են, եւ օգտագործենք այս բեկումնային զարգացումները, իրադարձությունները Հայաստանի ազատագրման համար։ Սա էր, որ ես ուզում էի հիմա ձեզ ասել, սիրելի ժողովուրդ, կրկին խնդրում եմ տարածել այս իմ եթերը, կիսվելով ձեր սոցիալական ցանցերում, լայքերով, կոմենտներով, կրկնում եմ, ես հիմա այս եթերը դաունլոդ կանեմ եւ կտեղադրեմ իմ YouTube-յան ալիքին, որը կտեղադրեմ նաև YouTube ձևաչափով այս եթերը կտեղադրեմ իմ սոցիալական կայքում, Facebook-յան էջում եւ տարածենք, հետևենք զարգացումներին եւ պատրաստ լինենք Հայաստանի ազատագրմանը։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, ես գնալով ավելի ու ավելի լավատես եմ դառնում եւ հաշված ամիսներ անց ամեն ինչ լավ է լինելու, շնորհակալություն ստեսցան։